Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, ես ձեզ ողջունում եմ Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր այս ֆորմատով խոսենք մի կարևոր թեմայի մասին, թեմա, որն անընդհատ այս 8 տարիների ընթացքում քննարկվում է, չգիտեմ, արդյոք լուծումներ են փնտրում կամ որոշները գտել են, հետո ճանապարհի կեսից պարզվում է, որ դա հեչել լուծում չէ, թեմա, որը 2018-ից առաջ եղած ընդդիմություններ ուներ այդ օրվա իշխանությանը վերաբերել, հա, բայց մինչև թեմային անցնելը մի բժշկական կամ առողջապահական խնդրի այսպես քննարկումից կամ պատկերից փորձենք սկսել։ Պատկերացրեք, մարդը ունի քոր, մաշկի եւ աչքերի հատվածում դեղնացություն եւ այդ մարդը անդադ պայքարում է այդ քորի դեմ։ Ասենք որ դեղեր ա գնում, կրեմներ, մի խոսքով տարբեր բաներ է փորձում, որ քորը դադարի։ Եվ նույնն էլ անում է աչքերի դեղնացության համար։ Ինքնուց մարդը պատկերացնում է, որ աչքերի դեղնացության համար այս ինչ կաթիլները պետք է ընդունել, կամ այս ինչ բանը խմել, այս ինչ բանը փորձել, կամ քիչ արևի տակ հայտնվել, եւ ինքը կբուժվի այդ եղած խնդիրը։ Բայց երկար ինչ որ ժամանակ հետո անցնում է այդ մարդու կյանքը ավարտվում է լյարդի խիստ անբավարարվածության պատճառով, այսինքն չգործելու պատճառով կամ ախտահարման պատճառով։ Ինչու այս պատկերից սկսեցի, որովհետև մաշկի խիստ քորը անընդհատ եւ աչքերի դեղնացությունը դա լյարդի լրջագույն խնդիրների արտաքին դրսևորումն է, տեսանելի դրսևորումն է։ Եվ եթե մենք կամ մարդը, որը նման դրսևորումներ ունի իր օրգանիզմում, ոչ թե փորձի հասկանալ, թե ինչ պատճառով է այդ արտաքին դրսևորումները, որոնք հետևանք են եւ դրա փոխարեն փորձի պայքարել այդ հետևանքի դեմ, ամենայն հավանականությամբ ինքն իր առողջությունը առավել ծանրագույն վիճակում կդնի։ Հիմա նույնն էլ քաղաքական իմաստով եթե հասկանանք։ Եթե մենք պայքարում ենք բացառապես Նիկոլ Փաշինյանի դեմ չհասկանալով պատճառները, թե ինչու էս հիվանդությունը կա, ինչու էս ախտանիշը կա, ապա ամենայն հավանականությամբ մենք հաջողության չենք հասնի եւ վերջին 8 տարիները ցույց են տվել, որ հաջողության չենք հասել։ Հասարակությունը, ընդդիմադիր ուժերը, հա, ընդ որում հաջողություն չի եղել մի պարագայում, եթե օրինակ ասենք էլի այդ հիվանդության պատկերով պատկերացնենք, այդ մարդը, որ ուներ քոր, աչքերի դեղնացություն, ունի շատ փող եւ լիքը աշխատողներ եւ կարող է իրեն թույլ տալ, ասենք, թանկարժեք, գերթանկարժեք կրեմներ օգտագործել մաշկի քորի դեմ կամ աչքերի գերթանկարժեք կաթիլներ, ասենք նորածին կոկորդիլոսի արցունքներից պատրաստված աչքերի կաթիլներ։ Փող ունի, մարդը կարող է նման շռայլություն իրեն թույլ տալ, բայց խնդիրը չի լուծվելու, չէ՞։ Հիմա նույնն էլ այդ ընդդիմության մասով։ Վերջին 8 տարիների ընդդիմությունը ֆինանսական, մարդկային ռեսուրսի խնդիր չի ունեցել։ Ավելին, հաճախ կարող է ստեղծվել տպավորություն, որ ֆինանսական առումով ընդդիմությունն առավել ապահովված է, քան իշխանությունը, թեպետ իրականությունը այդպեսին չի, որտեղ իշխանությունը օգտագործում է պետության փողերը, մեր բոլորի փողերը եւ ապօրինաբար դա իր քաղաքական նպատակների համար է օգտագործում։ Այսինքն մի բան էլ է ակնհայտ, որ
շատ փողը կամ միայն մարդկային ռեսուրսը մասնագետների առումով, ասենք լավ իրավաբաններ, չգիտեմ, լավ բժիշկներ, լավ վարորդներ, լավ մեխանիկներ, միայն դա բավարար չի, որ խնդիրը լուծվի եւ դրան էլ գումարած փողը բավարար չի, որ խնդիրը լուծվի։ Ուրեմն ինչպես պիտի ազատվել Նիկոլ Փաշինյանից կամ ինչպես պիտի ճակերտների մեջ վերացնել Փաշինյան-Նիկոլ հիվանդությունը։ Պետք է հետազոտվել, հասկանալ, թե ինչ պատճառներով է ինչ պատճառով է այդ ախտանիշը հայտնվել մեր օրգանիզմի վրա։ Հիմա այս թարախապալարը, այդ դեղնացությունը, այս մաշկի քորը Նիկոլ Փաշինյանի տեսքով ինչու կա Հայաստանում։ Այս հարցի պատասխանը երբ որ մենք իմանանք, մենք գրեթե կիսով չափ կմոտենանք խնդրի լուծմանը։ Իսկ ինչու կա Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը կա, որովհետև անկախ Հայաստանում եղել է անարդարություն, եղել է ամբարտավանություն, եղել է զորբայություն, եղել է պետական միջոցների մսխում եւ եղել է անբարոյականություն։ Քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծնողները հենց այս երևույթներն են. անբարոյականությունը, ամբարտավանությունը, անարդարությունը, զորբայությունը եւ պետական միջոցների մսխում թալանը, այսինքն այս ամբողջ միջավայրը ծնել է Նիկոլ Փաշինյանին։ Այս երևույթները Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծնողներն են։ Հիմա երբ որ մենք հասկանանք դա, որ այս ամեն ինչն է ծնել Նիկոլ Փաշինյանը, ինչ որ մինչև 18 թվականը եղել է, մենք պիտի քայլեր ձեռնարկենք, որովհետև միայն բավարար չի հասկանալ, օրինակ մարդը ունի լյարդի խնդիր, բացի նրանից, որ ինքը պետք է բուժման կուրս անցնի, ինքը պետք է բուժման կուրսին հակասող գործողություններ չանի, այսինքն մարդը եթե ունի այդ խնդիրը, պիտի ոգելից խմիչքներ չօգտագործի։ Եթե մարդը բուժման կուրսին զուգահեռ օգտագործում է ոգելից խմիչք, չգիտեմ, կարմիր, կծու, թթու, քաղցր, բան, ամենայն հավանականությամբ մեծ մասով այդ բուժման կուրսը իրեն չի օգնելու, ինքը վերջում էլի մահանալու է։ Այդ պատճառով է մահանալու։ Հիմա մի բան է հասկանալ, թե ինչն է ծնել Նիկոլ Փաշինյանին, այլ բան է հրաժարվել այդ ամեն ինչից եւ անցնել այդ բուժման կուրսը։ Ըստ էության, մեր քաղաքական թիմերը, քաղաքական դաշտը մեծամասամբ չի հրաժարվել այս ամեն ինչից։ Նախ չի գնահատել, որ այս ամեն ինչի պատճառը, որ Նիկոլ Փաշինյանին ծնել է այս ամեն ինչը, որովհետև հեշտ է ասել, որ Փաշինյանին թուրքերը գցեցին մեր գրպանը, չգիտեմ, այլմոլորակայինները, Սորոսը, ռուսները, ամերիկացիները, ադրբեջանցիները, սա հեշտ է ասել, որովհետև այդ դեպքում դու խնդիրը քեզնից վանում ես։ Ասենք հեշտ է ասել, որ աչքերս դեղնած են, որովհետև քամի էր այդ օրը, փոշի է լցվել աչքերս։ Եվ այդ փոշին մնացել է, ասենք, մի 2 տարի կամ մի քանի ամիս։ Հեշտ է ասել, որ ես դեղցենու, դեղցի ծառի կողքով էի անցնում, դրա համար մաշկս քոր է գալիս, բայց դժվար է ընկալել, որ դա առողջական խնդիր է, որ դրա պատճառով չէ։ Այսինքն հեշտ է արտաքին պատճառներ գտնել մեր ներքին խնդիրներին։ Իսկ դրանք իրականում ներքին են։ Այսինքն մենք Փաշինյանին քաղաքականապես, այդ Փաշինյան հիվանդությունը քաղաքականապես վերացնելու համար պետք է հասկանանք, թե ինչու է ինքը ծնվել, ինչ պատճառներից եւ պետք է հասկանանք ինչպես վերացնել այդ պատճառները։ Այսինքն մենք պետք է հրաժարվենք անարդար վարքագծից։ Այսինքն մեզ համար պիտի սկզբունք լինի, որ արդարության սկզբունք պիտի լինի եւ այդ արդարության սկզբունքով պիտի չափվեն բոլորը։ Անկախ նրանից նրանք մեր թիմակիցն են, մեր ընկերն են, հարազատն են, եթե ինքը անարդար է ու ինքը իր գնահատականը պիտի ստանա, որովհետեւ կարելի է ունենալ արդարության սկզբունք, բայց այդ սկզբունքով չչափել քեզ հարազատին, քո թիմակցին, ստացվի էլի նույն անարդարությունը, որովհետեւ արդարության սկզբունքը առաջին հերթին քո շրջապատի նկատմամբ պիտի կիրառես,
քեզ շրջապատողները պիտի արդար լինեն, այդ սկզբունքին համապատասխանեն, որ դու համարես, որ այդ սկզբունքը կարող ես կիրառել նաև ուրիշների նկատմամբ։ Դուք լսում եք խորհրդարանի քննարկումները անընդհատ քաղաքացիական պայմանագրին, երբ ասում են դուք պետական միջոցներ եք մսխում, չեն ասում մենք չենք մսխում, ասում են դուք էլ եք մսխել, դուք էլ ձեր ժամանակին եք մսխել։ Իսկեն եթե այս հարցի ապօրինի գույքի, ապօրինի միջոցների, պետական միջոցների մսխման հարցի պատասխանը չտրվի, անընդհատ այս բանը շարունակվելու է։ Որովհետև հնարավոր չի լինի, եթե հնարավոր չի լինի հանրությանը համոզել, որ ասենք X մարդը, որը ակնհայտորեն պետական միջոցներ է մսխել, իրականում արդար ձևով պայքարում է Փաշինյանի թիմակիցների պետական միջոցների մսխման դեմ։ Տրամաբանական չի, ինքն էլ է արել նույն բանը, ենթադրաբար։ Որտեվ երկուսի մասով էլ չունենք, ասենք, արդար դատական համակարգի կայացրած վճիռ։ Եվ այսպես շարունակ, այսինքն լուծումը սա է, եթե մենք այս ճանապարհով չենք անցնում, մենք նախ չենք ախտորոշում, թե ինչու է ծնվել Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանի հիվանդությունը, եթե մենք դրան բուժման կուրս չենք նշանակում եւ այդ բուժման կուրսը չենք անցնում կամ անցնելուն զուգահեռ չենք շարունակում անել գործողություններ, որոնք հակասում են այդ բուժման կուրսին, ապա մենք ելք չենք գտնելու, մենք լուծում չենք գտնելու, լուծում գտնելու միակ ճանապարհը սա է։ Այս ընթացքում անդադ դուք կլսեք, որ մենք ասում ենք, որ Փաշինյանը հետևանք է եւ ոչ թե պատճառ։ Սա ամենևին չի նշանակում, որ Փաշինյանը ինքն իրենով եւ իր քաղաքական միավորը, սա այլ որպես ամփոփում, ինքն իրենով արդեն նոր աղետալի երևույթների պատճառ չի։ Փաշինյանն հետևանք Փաշինյանը ուրիշ հետևանքների պատճառ է արդեն դառնում եւ դրա համար պետությունը այս ծանրագույն վիճակում է հայտնվել եւ արդեն Ալիևը, Թուրքիան, հնարավոր բոլոր երկրները թելադրում են, թե Հայաստանում, որում հրապարակային շատ անկեղծ թելադրում են, թե Հայաստանում ինչպես պետք է կազմակերպվի կյանքը, մարդիկ ինչպես պետք է ապրեն, ինչ սահմանադրությամբ, ինչ կանոնով պետք է ապրեն, ինչը առաջնահերթ պիտի լինի եւ ինչը առաջնահերթ չլինի։ Ահա սա է ճանապարհը իմ համոզմամբ, մեր համոզմամբ, որովհետեւ մնացած բոլոր դեպքերում հասարակությունը նկատելու է անկեղծության պակաս։ Եվ եթե նկատելու է անկեղծության պակաս կամ նկատելու է կեղծիք, ապա ինքը հասարակությունը ընտրելու է ամենալավ ստախոսին, այս դեպքում համաձայնեք, որ սուտ խոսելու հարցում Փաշինյան ուղղակի մրցակիցներ չունի։ Լավ մնացեք, կհանդիպենք։